Բարև ձեզ։ Այսօրվա մեր զրուցակցի անունը հայտնի է բոլոր նրանց, ով նորաձևությամբ է հետաքրքրվում։ Եվ թեև այժմ արդեն աշխարհահռչակ Ալեն Մանուկյան բրենդը նրան չի պատկանում, նա շարունակում է մնալ Ֆրանսիայի ամենաազդեցիկ գործարարներից մեկը։ Ալեն Մանուկյան, անշարժ գույքի ոլորտում զբաղվող ֆրանսիական Financier Sachs ընկերության նախագահ, աշխարհահռչակ Ալեն Մանուկյան նորաձևության բրենդի հիմնադիր, Ալեն Մանուկյան Group կոնցեռնի նախկին ղեկավար։ Ֆրանսիական մամուլը նրան տրիկոտաժի արքա է անվանել։ Պրետ-ա-պորտե ասպարեզում ձեռքբերումների համար արժանացել է մի շարք պարգևների։ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին օգնություն ցուցաբերած խոշորագույն բարերարներից է։ Պարոն Ալեն, որտեղացի եք ծագումով։ Խարփոտ բնագեր եւ ֆրանսիական Լիբանանին անցան եւ 1927 ֆրանսիական Մարսեյ եւ մենք օնդեր գտնագինք Վալանսենկով։ Ինչով էին զբաղվում ձեր ծնողները։ Ընտանեկան բիզնես կար ձեզ մոտ։ Mes parents avaient commencé comme ouvriers. Երբ եկան Ֆրանսիա, ծնողներս սկսեցին աշխատել որպես բանվոր կոշկագործության ասպարեզում։ Վալանսի մոտ կոշիկի մի գործարան կար, այնտեղ էին նրանք աշխատում։ Այնուհետև ծնողներս բացեցին կոշիկի սեփական փոքրիկ գործարանը։ Նրանց արտադրանքը տարածվում էր ամբողջ Ֆրանսիայում։ Եվ ես նույնպես ուսումս ավարտելուց հետո սկսեցի աշխատել գործարանում, որպեսզի օգնեմ ծնողներիս։ Հետո Բելգիայում հանդիպեցի ապագա կնոջս եւ միասին հիմնեցինք տրիկոտաժե հագուստի մեր բիզնեսը։ Գործվածքը պատվիրում էինք Իտալիայում, այնուհետև վաճառում ամբողջ Ֆրանսիայում։ Ավելի ուշ բացեցինք մեր սեփական խանութները։ Առաջինը, երկրորդը, երրորդը, հասանք նրան, որ արդյունքում 350 խանութ ունեինք Ֆրանսիայում։ Հետո սկսեցինք խանութներ բացել ամբողջ աշխարհով մեկ, մասնավորապես Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ճապոնիայում եւ ունեցանք մոտավորապես 500 խանութ արտերկրում։ Ինչով էր տարբերվում ձեր կարած զգեստը, ինչումն էր այդ հաջողության գաղտնիքը, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում տարածվեց այդ բրենդի անունը ամբողջ աշխարհով եւ այդպիսի մեծ համբավ ձեռք բերեց։ À l'époque, on était dans Այդ տարիներին, երբ մեր բրենդը արագընթաց տեմպերով զարգանում էր, շուկա մտավ Բենետոն ապրանքանիշը եւ դա սկիզբ դրեց Ալեն Մանուկյան եւ Բենետոն ապրանքանիշերի միջև հայտնի մրցակցությանը ամբողջ աշխարհում։ Մենք փորձում էինք խանութներ բացել ամենուրեք եւ նույնը անում էր Բենետոնը։ Մեր հագուստները պատրաստվում էին հիմնականում գործվածքից եւ տրիկոտաժից։ Մենք մասնագիտացված էինք հյուսվածքեղենի ոլորտում, ինչպես եւ իտալացի մեր մրցակիցները։ Սակայն Ալեն Մանուկյան ապրանքը տարբերվում էր իր առավել բարձր որակով եւ այն շատ ավելի ինքնատիպ էր։ Երբ 1973-ին սկսեցի գործս, մի օր լրագրող եկավ եւ ասաց. «Պարոն Մանուկյան, այս անունով դուք չեք կարող հաջողության հասնել։ Այն շատ հայկական է։ Ֆրանսիայում եւ ընդհանրապես աշխարհում չեն հասկանա»։ Սակայն ես համառեցի, փորձեցի առաջ գնալ եւ հայտնի դարձնել Ալեն Մանուկյան բրենդը ամբողջ աշխարհում եւ դա մեզ հաջողվեց։ C'est ce que nous avons réussi. Ավելի կարճ, ավելի հեշտ ուղի կար։ Ընտրել մի ֆրանսիական անուն եւ այդ անունով հանդես գալ շուկայում։ Ինչու դժվար ճանապարհ ընտրեցիք։ Ինչու չէ։ Անունը բաբայիս համար, ֆամիլիային համար, գուզեի անունը քիչը շարունակել։ Bien sûr, c'était très important pour nous. Դա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ Ֆրանսիայում մենք ներգաղթած ընտանիք էինք եւ չէինք ամաչում, որ հայ ենք։ Հակառակը, ցանկանում էինք մեր խանութի ճակատամասում մեր հայկական անունը տեսնել։ Ուզում էինք պահպանել մեր անունը։ Երբ բացեցի իմ առաջին խանութը եւ տեսա ճակատին փակցված Ալեն Մանուկյան ցուցատախտակը, ամենաերջանիկ մարդն էի աշխարհում։ Ուրախ էր ոչ միայն իմ ընտանիքը, այլև մեր քաղաքում ապրող բոլոր հայերն էին ուրախ։ Ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1969 թվականին։ Ամուսիններ Ալեն եւ Դենին սկսեցին տրիկոտաժից։ Այնուհետ մեկնարկեց կոշիկների, պայուսակների եւ աքսեսուարների արտադրությունը։ Ավելի ուշ ստեղծվեց Սեդա Մանուկյան բրենդը, որը ընկերության հիմնադիրները անվանեցին իրենց դստեր անունով։ 90-ական թվականների կեսերից հավաքածուներ են թողարկվում նաեւ տղամարդկանց համար։ 2006 թվականին անցկացված հարցումների համաձայն Եվրոպայում ընտանիքների 28%-ի մոտ կար Ալեն Մանուկյան բրենդի առնվազն մեկ իր։
Ֆրանսիայում այդ ցուցանիշը անհամեմատ բարձր էր։ Ալեն Մանուկյանն են կրում այդպիսի աստղեր, ինչպիսիք են Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Շերոն Սթոունը, Նիկոլ Քիդմանը, Ջոնի Դեփը, Պիեր Ռիշարը, Ժերար Դեպարդիեն։ Արտադրությունը Ֆրանսիայում էր միայն։ Il faut que les produits soient beaucoup plus Հիմնականում այո, բայց Փարիզում նստած դժվար է հասկանալ այլ երկրներում ապրող սպառողների պահանջարկը։ Օրինակ Ճապոնիայում դժվարություններ եղան հագուստի չափերի հետ կապված։ Այնտեղի մարդկանց կազմվածքը հաշվի առնելով զգեստները պետք է փոքր լինեին, իսկ Գերմանիայում հարկավոր էր հագուստը մեծ չափերի ձևել։ Մանժետների հետ կապված խնդիրներ առաջացան։ Հարցեր կան, որ պարտադիր պետք է համապատասխանեցվեին տվյալ երկրի բնակչության ավանդույթներին։ Բանալան, դուք զբաղվում եք միայն մենեջմենտով ընկերության, թե նաև միջամտում եք դիզայնի հարցերին։ Ձեր դիզայներներին ասում եք, ահա ես այսպիսի բան եմ ուզում։ Moi j'étais très impliqué dans le design. Ես ուղղակիորեն զբաղվում էի արտադրվող հագուստի դիզայնով։ Կինս նույնպես դրան մեծ ուշադրություն էր հատկացնում, այնուհետև ընտանիքիս մյուս անդամները նույնպես ներգրավվեցին գործում։ Որդիս զբաղվում էր մեր բիզնեսի զարգացման հարցերով ամբողջ աշխարհով մեկ։ Դուստրս տղամարդկանց հագուստի տեսականիով էր զբաղվում, կինս կանացի զգեստներով, ես էլ ղեկավարում էի ամբողջ թիմի աշխատանքը։ Նկատել եք երբևէ, որ անունը բրենդի նաև օգնել է բիզնեսում, այն իմաստով, որ բազմաթիվ հայեր տարբեր երկրներում բնակվող տեսնելով հոգեհարազատ անուն որոշում էին ձեռք բերել հենց հայի արտադրածը։ Այո, մենք շատ հայ հաճախորդներ ունեինք։ Նրանք մեզ օգնեցին բիզնեսը ընդլայնել Ֆրանսիայով մեկ, թեպետ սկզբում շատ դժվար էր։ Ֆրանսիայում հայերը ինձ ճանաչում էին, իսկ ֆրանսիացիները դեռ ոչ։ Մեր ստեղծած ապրանքի եւ հավաքածուների շնորհիվ սկսեցինք զարգանալ եւ առաջ գնալ։ Ես ունեմ օրինակ Մոսկվայում մի ընկեր, որը մինչև հիմա շարունակում է ուրեմն տիկնոջ իր համար զգեստներ ձեռք բերել Ալեն Մանուկյան խանութների ցանցից, կարծելով, որ այդ խանութը դեռ ձեզ է պատկանում։ Ես իրան իհարկե հիասթափեցրեցի, բայց նկատում եմ, որ դա նույնպես գործոն է։ Իսկ ինչու որոշեցիք վաճառել ընկերությունը։ Pourquoi on a décidé de vendre l'entreprise parce que Մի պարզ պատճառով, քանի որ պատրաստի հագուստի բնագավառը զարգացման մի նոր փուլ է ապրում։ Այսօր շուկայում ամեն ինչ բևեռացվել է։ Չափազանց շքեղ ապրանքները մի կողմում եւ ցածրորակ ապրանքները մյուս կողմում։ Միջին գների ապրանք քիչ է արտադրվում։ Կարծում եմ, որ եղածն էլ կանհետանա մի քանի տարի հետո։ Աշխարհով մեկ բիզնեսի խոշորացման միտում է նկատվում։ Մի հետաքրքիր առաջարկ ստացա, երկար քննարկեցի գործընկերներիս հետ եւ ի վերջո որոշեցի վաճառել ապրանքանիշը։ 2006-ին հայտարարվեց Ալեն Մանուկյան գրուպ նորաձևության տան եւ Max Azria գրուպ կոնցեռնի միավորման մասին։ Հրեական ծագում ունեցող ամերիկացի մոդելիեր Max Azrian, որը այդ ժամանակ արդեն նորաձևության 15 բրենդերի սեփականատեր էր, իր ֆրանսիացի մրցակցին արեց առաջարկ, որից վերջինը չկարողացավ հրաժարվել։ Այդ գործարքի շնորհիվ կալիֆոռնիական ընկերությունը ստացավ Մանուկյանների ընտանիքին պատկանող 850 խանութ 28 երկրում, բազմաթիվ ֆաբրիկաներ եւ Ալեն Մանուկյան ապրանքանիշը շահագործելու իրավունք։ Այժմ Մանուկյան ցուցանակի ներքո գործում է ավելի քան 1200 խանութ աշխարհի 5 մայրցամաքներում։ Քանի խանութի ձեր բաղկացած ցանցը վաճառեցիք։ Որ երկրներում էին հիմնականում։ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում շատ կար, Ռուսաստանում 30-ից 40 խանութ էինք բացել Մոսկվայում, Պորտուգալիայում 50-ից 60 խանութ, Իսպանիայում 70-80, ներկայացված էին արևելյան երկրներում եւ իհարկե ամբողջ Եվրոպայում։ Դուք հետաքրքրվում եք ձեր ցանցի ճակատագրով, այժմ ինչպիսի վիճակում է։ Ça m'intéresse parce que bon, on a bâti quelque chose. Այո, իհարկե, մենք ոչնչից ինչ որ բան էինք ստեղծել։ Դարձել էինք Եվրոպայի ամենամեծ ձեռնարկություններից մեկը։ Հյուսվածքեղենի շուկայում մենք լիդերներից մեկն էինք համարվում աշխարհի մասշտաբով։ Ես իհարկե կցանկանայի, որ այդ ձեռնարկությունը զարգանա եւ լուրջ հաջողությունների հասնի։ Քննարկվել է երբևէ անկերության անունը փոխելու հարցը ներկայիս սեփականատիրոջ կողմից։ Allez nouveau, non. Non, parce que Ոչ, Մանուկյան ապրանքանիշը շատ հայտնի է։
Իմաստ չկա փոխել մի անուն, որն աշխարհահռչակ է։ Օրինակ Ֆրանսիայում բնակչության 97%-ի կողմից այն ճանաչված է։ Ես ճշգրիտ թվեր եմ ասում։ Իմ ազգանունը նոր սեփականատիրոջ համար ինքնին արժեք է եւ նա իմաստ չի տեսնում բրենդի անունը փոխելու մեջ։ Ընդհանրապես բրենդի անունը փոխելը եւ նոր անվան կայացումը ահռելի ֆինանսական միջոցներ է պահանջում։ Իսկ ինչ որ խանդ ձեզ մոտ չկա, չէ՞ որ օգտագործում են ձեր անունը եւ ձեր անունը հնարավորություն է տալիս օտար մարդկանց փող վաստակել։ Dans la vie, il faut savoir tourner les pages. Ոչ, պետք է կարողանաս շրջել կյանքի էջերը եւ ուշադրություն չդարձնելով անցյալին միշտ միայն առաջ նայել։ Այս կյանքում մարդ երբեք որևէ ձեռքբերման սեփականատերը չի դառնում առհավետ։ Եվ եթե այսօր դա գիտակցում ես, պետք է շարունակես զարգանալ, քեզ փորձես այլ բնագավառներում եւս։ Մենք առաջ գնացինք, քանի որ ճիշտ պահին կարողացանք ճիշտ որոշում կայացնել։ Ինչով եք զբաղվում այժմ։ On est un des plus gros. Այսօր մենք Ֆրանսիայում համարվում ենք անշարժ գույքի վաճառքի շուկայի ամենամեծ գործակալներից մեկը։ Այսինքն մենք գնում ենք ամբողջությամբ փողոցներ ու բուլվարներ, վերակառուցում, վերանորոգում շենքերը, ստեղծելով ընդհանրական համալիրներ։ Այդ ոլորտում ամենախոշոր մասնավոր ներդրողներից մեկը ես եմ։ Մենք օգնում ենք պահպանել քաղաքների կենտրոնները իրենց պատմական տեսքով, նորացնելով եւ զարգացնելով ենթակառուցվածքները։ Մեր վերակառուցած շենքերը շարունակում են ծառայել նույն նպատակներին։ Մենք այնտեղ առևտրի կենտրոններ չենք ստեղծում։ On restructure des centres-villes. Դա ձեր բացահայտումն է, թե դուք օգտագործել եք արդեն ծանոթ տեխնոլոգիաներ։ Non, on n'est pas, on est. Մենք միակն ենք, որ զբաղվում ենք այս գործով Ֆրանսիայում։ Շատ բարդ գործ է։ Արդեն շատ խոշոր քաղաքներում հասել ենք հրաշալի արդյունքների։ Կան քաղաքներ, որոնցից առաջարկներ ենք ստացել եւ համաձայնության գալով կսկսենք շուտով ներդրումներ կատարել։ Այժմ մենք աշխատանքներ ենք իրականացնում մասնավորապես Մոնպելիե քաղաքում։ Իդեպ վերջերս հանդիպել եմ Հայաստանի դեսպանի հետ եւ առաջարկել եմ նրան, որ Մոնպելիեն քույր քաղաք դառնա Հայաստանի քաղաքներից մեկի հետ։ Իսկ ինչ եք կարծում, ձեր այդ տեխնոլոգիան Հայաստանում կարող է կիրառվել։ C'est très difficile de le dire parce qu'il faut bien comprendre le. Շատ դժվար է ասել։ Հարկավոր է լավ ճանաչել երկրի մշակույթը, որպեսզի կարողանաս հասկանալ սովորույթները եւ փորձես այդ ամենին ավելացնել քոնը։ Այ օրինակ Երևանի կենտրոնում հյուսիսային պողոտակ կա, սակայն դա արդեն բոլորովին նոր փողոց է։ Հինը չեն պահպանել։ Մենք նորը չենք կառուցում, այլ ընդհանրապես թարմացնում ենք եղածը, պահելով քաղաքի շունչն ու նկարագիրը։ Իսկ եթե Հայաստանում մեր անհրաժեշտությունը զգացվի քաղաքների վերակառուցման հարցում, ապա մենք չենք մերժի։ Ինքներս կգանք եւ օգտակար խորհուրդներ կտանք, չէ՞ որ այդ գործում մենք լավագույնն ենք։ Իսկ Ֆրանսիայի հայ համայնքի հետ ձեր կապերը ինչպիսին են։ Ապրում եք համայնքային կյանքով։ Oui, bien sûr, on a beaucoup de liens. Այո, իհարկե, Ֆրանսիայի հայկական համայնքի հետ մեծ կապեր ունեմ։ Շատերին եմ ճանաչում, կապ եմ պահպանում շատ հայկական կազմակերպությունների հետ, համագործակցում եմ նրանց հետ, որպեսզի օգնենք ֆինանսական հարցերում։ Տարիներ շարունակ ֆինանսավորում էի Ֆրանսիայի հայկական դպրոցները եւ առհասարակ փորձում էի մասնակցել ներհամայնքային կյանքին։ Օրինակ միշտ ներկա եմ լինում հայոց ցեղասպանության հիշատակի ցույցերին։ Հայաստանում հաճախ եք լինում։ Il y a à peu près, je crois. Այո, 4-5 անգամ արդեն եղել եմ կաթողիկոսի հրավերով։ Գարեգին երկրորդի հետ մենք բարբերաբար զանգահարում ենք իրար։ Մեկս մյուսին լավ ենք հասկանում։ Այժմ եկեղեցի ենք կառուցում Սևանում, լճի ափին։ Մեծ քաղաք է, բայց եկեղեցի չունի։ Կառուցման աշխատանքներն արդեն ընթացքում են։ Երկրաշարժից հետո շատ հաճախ էի գնում Հայաստան։ 1988-ի դեկտեմբերին Ֆրանսիայից լենինական ժամանած առաջին ինքնաթիռը Մանուկյաններ ընտանիքի կողմից էր ուղարկված։ Հայրս Ժան Մանուկյանը անձամբ էր գնել հագուստը եւ դեղորայքը։ 1989-ի հունվարին եկա Հայաստան, պարզելու թե հատկապես ինչի անհրաժեշտություն կա, որպեսզի փորձեմ օգնել։ Տեղում կապեր հաստատեցինք պատասխանատուների հետ, շատ բան արեցինք։ Ավելի ուշ արգենտինացի կանանց կազմակերպության հետ միասին ֆինանսավորել ենք Ստեփանակերտի ֆիզիկայի եւ բնական գիտությունների դպրոցը։ Օգնությունը իհարկե շատ կարևոր է, սակայն մտածել եք երբևէ Հայաստանում ներդրում կատարելու, բիզնես ծավալելու մասին։ On avait pensé ouvrir un. Սկզբում ցանկանում էի խանութներ բացել Հայաստանում, նախքան Մանուկյան ընկերությունը վաճառելը։ Սակայն խնդիրներ ծագեցին, քանի որ չկարողացանք տեղում գործի համար պատասխանատու մարդիկ գտնել։ Եվ հետո այն ժամանակ դժվար էր, կարծում եմ հիմա ավելի հեշտ կլիներ։ Հավատացնում եմ, եթե 90-ականների սկզբին պատասխանատու մարդ Հայաստանում գտնել դժվար էր, այժմ ավելի հեշտ է։ Ես ես մաղթում եմ, որ համոզվեք
Հայաստանում հնարավոր է բիզնես ծավալել, որպեսզի իրավիճակը Հայաստանում իսկապես բարենպաստ լինի բիզնեսի համար։ Եվ որ ձեր զավակների բիզնեսը ծավալվի նաև Հայաստանում։ Այո։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ։